Ինչ վերաբերում է Իրանին, սա շատ, ինչ ասեմ, զազրելի է։ Տեսեք, եթե ես իմանամ, որ իրոք այդպիսի խնդիր կարող է լինել, Հայաստան ինքնասպան չի, որ Իրանի դեմ գնա, պարզ է, չէ՞, որ նույնիսկ այս ռեժիմը, որը ձեռնտու չէ Իրանին, եթե այնտեղ կոլապս լինի, դա շատ վտանգավոր կլինի մեզ համար։ Բայց իրենք կներեք գործ են տալիս սեփական երկրի դեմ։ Իրենց համար չկա որևէ կարմիր գիծ, այսինքն մենք այստեղ որ քննադատում ենք, սրտացավությունից ելնելով ենք քննադատում եւ դա նորմալ է, փորձագետես պիտի խնդիրները վեր հանես, բայց եթե դուք ամեն ինչ անում եք, որ Հայաստանին ներկայացնեք թշնամի Ռուսաստանի, Պուտինի մասին չի խոսքը, Պուտինը չի Ռուսաստանը, ինչքան էլ այնտեղ ասեն, որ առանց Պուտին չկա Ռուսաստան, այդ մարդը մի օր մահանալու է, չէ՞, զարմանում Ռուսաստանը վերանալու է դրանից հետո։ Սա այս խոսում են մասին, որ այդ մարդիկ չեն պատկերացնում ինչա Ռուսաստանը։ Հաջորդը, եթե դուք ուզում եք անդադ Իրանին այսպես մեր վրա բարկացնեք ներողություն, սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ձեզ համար ես սկզբում ասացի, ինչքան վատ, այնքան լավ։ Փաշինյանի անձի հարցը չի, ես Նիկոլ Փաշինյանին քննադատելու չքննադատելու որևէ խնդիր չունեմ, բայց եթե ինչ-որ դրական բան է լինում, հենց այս դրոնների ձեռքբերման ասում ես դրական է, եթե խաղաղության հետ կապված հարցեր կան, ասում եմ հարցեր կան։ Այս մարդիկ անունը ընդդիմություն է, ազգային ուժեր, կուսակցություն, դաշնակցություն ստեղծման մասին մենք շատ ենք խոսել։ Դա բաց է, ընդհանրապես ցեղասպանությունը ինչպես տեղի ունեցավ, մոտենում է ապրիլի 24-ը, ինչ դեր ուներ ռուսական ախրանքան իրենց ստեղծման եւ երիտթուրքերի ստեղծման գործում, պանթուրքիզմի գաղափարը որտեղից է առաջացել, գիտեք, 21-րդ դարն է, տեղեկատվությունը արդեն բաց է, որ դուք անդադ պանթուրքիզմի մասն եք խոսում, գուցե մի հատ նայեք, թե որտեղ է ստեղծվել այդ գաղափարը եւ ինչու։